Քեզ ոչ մեկը չի արգելել տան մեջ տեղաշարժվես, տան մեջ դուրս գաս։ Ինչի ես փակվել սենյակումդ Նարե։ Իսկ կլինի գոնե տան մեջ ես որոշեմ ինչ անեմ։ Նարե մաման հաց ա դրել ու քեզ ենք սպասում։ Ինչա, սպասում ես բոլորս հերթով գանք գնանք, հա, որ դուրս գաս։ Ոյ, չէ, շատ շնորհակալ եմ, նեղություն մի քաշի, ընդհանրապես սոված չեմ։ Նարե, քո վիճակը սենց ավելի ես բարդացնում, մի բարդացրու։ Ավելի եմ բարդացնում, վրամ սրանից բարդ էլ ա լինում, հա? Մենակ Աստված գիտի ինչի համար ես դու ինձ տնային կալանքի մեջ պահում։ Ես մեծ մարդ եմ, բայց չեմ կարողանում ոտքս դռնից դուրս հանել։ Վրամ, ես չեմ հասկանում, դու ինքդ քո համար պատճառներ ես հորինել, ինձ էլ դրանց գերին ես դարձրել։ Էս նորմալ չի, հասկանում ես։ Նարե, ասում ես պատճառներ եմ, հա, հորինել, պատճառ չկա, Նարե։ Չէ, չկա։ Բա ես ինչա, Նարե, որ պատճառ չի, հե։ Ես ինչա, Նարե, ես ինձ թվում ա, թե ես առաջարկության մատանի աղջիկ ջան։ Նարե, ես ինչ մատանիա, որ այսքան լարվել ես, խոսա։ Նարե, ես առաջարկության մատանիա, հարց եմ տվել քեզ, ես ինչ մատանիա, խոսա։ Չեկավ Նարեն։ Չէ, վրամը մոտնա գնացել։ Չեմ հասկանում, ինչ ա ուզում այդ աղջիկը, պիտի այդպես հերթով գնանք մոտը, որ բարեհաճի։ Լավ, Սաքո, աղջիկա նեղված ա, մի քիչ էլ իրա սրտով գնացեք, ինչ կլինի։ Պահ, նեղված ա, այ դու այդպես միշտ փեշերդ փռի ու պաշտպանի, տեսնեմ թե ուր ես հասնելու։ Ասա Արմո։ Ձյացը քո խնդիրներ ունենք, երբ ես գալու օֆիս։ Ինչ խնդիր։ Բեռների պահով եմ։ Ես հիմա օֆիսում եմ։ Լավ կլիներ հիմա գայր։ Այսօր ժողով ունենք։ Մինչև ժողովի սկսվել առանձին երկու բառ խոսենք։ Շատ մարդ ա լինելու օֆիսում այսօր։ Դու գիտես ինչ թեմա է։ Այս այն թեման է, որ մենակ ես ու դու ենք տեղյակ։ Լավ, հիմա կգամ։ Լավ դե սպասում եմ։ Ինչ է եղել Սաքո։ Խոսա, Նարե, հարց եմ տվել պատասխանի, թե որոշում ես ինչ պիտի խոսաս։ Վրամ հանգստացի ընդհանրապես մատանիա, զարթա ինչ ես մեծ պատմություն սարքել։ Յա, 5 անգամ հարցս կրկնեցի, նոր որոշեցիր, որ պիտի պատասխանես աղջիկ ջան, նոր որոշեցիր, որ զարթա, հա։ Երեխա չեմ ու մատանին, առաջարկության մատանի զարթից շատ լավ տարբերում եմ։ Էս առաջարկության մատանի չի, էս մատանին ուղակի։ Ձենդ կտրին արել ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Ես իմ հարցի պատասխանը տեղը տեղին ստացա։ Էս մամայի մատանին է, մաման է ինձ նվիրել։ Բայց ես չեմ հասկանում ինչի ես դու պատմություն սարքում։ Ես չեմ հասկանում, էլ ասելու ոչ մի բան չմնաց, հիմա անցել ես զարթերիս։ Մամայի մատանին է, հա։ Հա Նարե։ Հա։ Արի։ Թող վրամ։ Արի ասում Վրամ եմ։ ինչ ես անում։ Արի առաջանցի գնում ենք մամայի մոտ, Նարե աղջիկ։ Ու բախտը չփորձես ինձնից առաջանցնես ու մամայի հետ խոսաս, հասկացար։ Մինչև ես մամայի հետ չխոսամ, չվերջացնեմ, բերանիցդ բառ չհանես, հասկացար։ Դու գժվել ես։ Թող։ Առաջանցի։ Վայ երեխեք ջան, ես եմ մտածեցի, չեք գա, սեղանը հավաքեցի, բայց ես ամեն ինչ կթարմացնեմ կբերեմ։ Սպասի մամա։ Ասա տղես։ Էս քո մատանին է, միջանցքից գտանք։ Երևի կորցրել ես ու չես նկատել։ Իմ մատանին։ Չէ, առաջին անգամ եմ տեսնում։ Սոնա ջան, կարող է քոննա կորցրել ես։ Հաստատ քոնը չի մամա։ Հա, հաստատ, բայց ինչի՞ ես ինձ բարկացած։ Նարե նորից կռվել եք։ Բա ասում էիր մամայինն է, Նարե։ Բա ասում էիր մաման ա տվել աղջիկ ջան։
Հիմա հասկանում ես ինչ ես արել դու Նարե։ Հասկանում ես, որ այսքանից հետո համ քեզ եմ թաղելու, համ այդ լակոտին եմ թաղելու։ Ու ձեռս մի վարքյան չի դողալու Նարե։ Քեզ թվում էր մեր մեջքի հետևում սեր ես խաղալու ու անպատիժ մնաս, հա։ Վրամ ջան, վալես, մի րոպե սպասի։ Այդ մատանին կարող է իսկապես իմնա, կարող է ուղղակի մոռացել եմ։ Հա, ես մի մատանի ունեի, մամաս էր տվել, Նարեին եմ տվել, ու չեմ հիշում ոնց էր։ Կտաս մի անգամ էլ նայեմ։ Մամա սուս մնա ու մի խառնվի։ Աղջիկդ նենց բան չի արել, որ պաշտպանելու տեղ ունենա։ Դու ինչ խելքով ես, ինչ ես մտածել, որ աղբորդ սպանողի ձեռից մատանի ես վերցրել Նարե։ Խոսա։ Քեզ թվում էր, որ Սոնան ստեղ է, դու էլ իրավունք ունես այդ լակոտի կողքը լինես, հա։ Սկզբից այդ լակոտին եմ թաղելու Նարե։ Սուս մնա։ Սկզբից այդ լակոտին եմ թաղելու, հետո անցնելու եմ քեզ Նարե աղջիկ, որովհետև ոչ մեկը իրավունք չունի ու չի կարա այս տան անվան հետ խաղա, հասկացար ինձ։ Սուս մնա ասեցի։ Հիմա էլ պիտի ասես, հա, որ հորինում եմ։ Դե խոսա արդարացի Նարե։ Խոսա։ Վրամ ջան, բալես, մի րոպե սպասի, հանգստացի, խնդրում եմ։ Կարող է մի բան ինչ-որ սխալ ես հասկացել։ Կարող է այդ մատանին, ես չգիտեմ, այդ ում մատանին, Նարե, մի բան ասա, խնդրում եմ քեզ։ Ասա, որ դա սովորական մատանի է, որ առել ես, դու ես առել, հետո գտել ես։ Ասա, մի բան ասա, Նարե ջան, մի լռի, խնդրում եմ, մի բան ասա, Նարե։ Ես չունեմ ասելու բան։ Սիրտս արդեն ցավում էր, լուրջ եմ ասում։ Իրոք մտածում էի կարող է ես եմ գժվել, ես եմ խելագարվել, որ քրոջս տենց բաների մեջ եմ մեղադրում, կասկածում։ Մտածում էի, որ կյանքում աղբորդ սպանողի կողքը չես նայի Նարե։ Աղբորը սպանողի մոտ չես գնա ընդհանրապես։ Ես ինչ արեցիր Նարե։ Ես ինչ արեցիր դու։ Դու հիմա հասկանում ես քեզ նայելուց ես ինչ եմ զգում։ Սուս մնա Նարե։ Հասկանում ես, պապան ես ամեն ինչի մասին իմանալուց իրան ոնց հասկալու։ Դու այ անինքնասեր։ Դու քեզ ոնց ես հարգելու ես ամեն ինչից հետո, հա։ Լուրջ եմ ասում, իրոք մտածում էի ես եմ մեղավոր։ Մեղքի զգացում ունեի քո հանդեպ։ Ես մի րոպե կլսես, ես սիրում եմ Հայկին։ Ձենդ։ Ու ձենդ կտրի այդ լակոտի անունը ես տան մեջ չտաս Նարե։ Հասկացի, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Դրանից իմ սերը չի անցնելու։ Դու էր չի ասում, որ մենք չենք ընտրում սիրենք։ Դու պիտի ընտրեիր, աղջիկ ջան, դու պիտի ընտրեիր, հասկանում ես։ Ու այդ լակոտի մոտ չգնայիր ընդհանրապես։ Չփորձես մյուս անգամ իմ հետ համեմատվես Նարե, հասկացար։ Սիրում ես։ Հարց չկա սիրի Նարե, բայց սրանից հետո այդ լակոտի մահն ես սքալու։ Պահի կհիշես։ Սոնա, բացի Վրամի հետևից, արագ։ Նարե, խնդրում եմ, Հայկին զանգի, ես կկանգնացնեմ։ Ես ինչ արեցիր, Նարե։ Ես ինչ արեցիր։ Ինչ արեցիր։ Ինչ։ Վրամ, սպասի, խնդրում եմ։ Սոնա, ես հիմա ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Բայց պարտավոր ես, որովհետև ես էլ չէի ուզում լսել այն ամեն ինչ որ Նարեին ասեցիր։ Այդ ամենը առաջին հերթին ինձ ա վերաբերում։ Իսկ կլինի գնամ, գամ հետո նոր խոսենք։ Լավ, գնա։ Բայց չեմ խոստանում, որ հետ գաս այստեղ կլինեմ։
Հայկ, խնդրում եմ, պատասխանի։ Պատասխանի, խնդրում եմ, Հայկ։ Խնդրում եմ, պատասխանի, խնդրում եմ, Հայկ։ Ձյացակո, Ինչ կա արմասը։ սրանով մեր ռիսկն ավելի է մեծանում, բայց գումարներ կրկնապատկվում են։ Ուղղակի մի թեթև սխալ ու կարանք ամեն ինչ կորցնենք։ Դա տանգավոր է, Արմո։ Պիտի հասկանանք։ Ձյացակո, լավ չես։ Չէ, լավ եմ։ Ես վերջերս սրտիս շրջանում ծակոցներ եմ զգում, բայց ոչինչ կանցնի։ Դե ասա, հիմա ինչ անենք ձյացակո։ Պետք է կարողանանք մեր աշխատողներին էլ նենց բացատրենք, որ հանկարծ չկասկածեն, որ անօրինական ապրանքներ ենք դուրս տանում։ Հիմա վտանգն ավելի մեծ է, ու ոչ մեկին էլ չի կարելի վստահել։ Հասկանալի է, բայց միևնույն ժամանակ պետք էլ չի սպասեցնել։ Հիմա արդեն ժողովի ժամն է գալիս, Արմո, հետո նոր ամեն ինչ կմանրամասնենք։ Դե դու սրանք նայ, ես գնամ տեսնեմ հավաքվել են թե չեն։ Ոնց որ լավ չհասկացա, Սոնա։ Էդ ուր պիտի գնաս կամ ուր պիտի լինես, հա։ Փաստորեն մտածում ես, որ հարազատներից հետ կապ չունեմ, ուրեմն գնալու տեղ չունեմ։ Եթե նույնիսկ հորս ունել չգնամ, ես այս տանը չեմ մնալու։ Այն ինչ տանը ասեցիր Նարեին, այդ ինձ էլ է վերաբերում։ Ես էլ եմ թշնամուս տանը։ Եթե դու Հայկի ու Նարեի կապը չես արդարացնում, ուրեմն մեզ էլ չպետք է արդարացնես։ Տո ես քեզ ինչ եմ արել, աղջիկ ջան։ Կամ դու ինձ ինչ ես արել, հա։ Իսկ քո հետ աղբերը ու հա հենց այդ լակոտը։ Իմ աղբորն է սպանել, Սոնա։ Ինչ ես ուզում անեմ, գլխից դրած մանտամ, հա։ Գնա դու էլ Հայկին սպանի, որ սիրտդ հովանա, քեզ լավ աղբեր զգաս։ Բայց այդ ժամանակ մենք իրար հետ կապ չենք ունենա, որովհետև այդ ժամանակ դու կդառնաս իմ աղբոր սպանող ու ես քեզ հետ չեմ ներելու։ Սոնա, դու իմ կինն ես ու ամեն հարցում պիտի իմ կողքը կանգնած լինես, հասկացար։ Ես առաջին հերթին Հայկի քույրն եմ։ Այդ թե ինչքան քո կինը կմնամ, այդ հարցական է։ Չեմ հասկանում, դիտավորյալ ես, հա, անում Սոնա։ Նորից եմ ասում, ես ամեն ինչ աղջիկ ջան, քո հետ ընդհանրապես կապ չունի։ Վրամ ես այստեղ եմ եկել, որ երջանիկ լինենք։ Բայց ինչ այստեղ եմ, ես բացի վախից ու տագնապից ուրիշ ոչ մի բան չեմ զգում։
Վրամ ու դու այդքանից հետո սիրո մասին ես խոսում։ Ես բոլորից եմ հրաժարվել, հանուն քեզ։ Բայց դու ոչ մի բանի պատրաստ չես հանուն, ինձ այդ նորմալ է։ Եթե քեզ թվում է Սոնա, դու հիմա այստեղ խոսալու ես, ես չգնամ աղբորդ ծածկացնեմ, ասեմ, որ անիմաստ ժամանակ ես կորցնում։ Ու ասեմ քեզ Սոնա, Աստված չանի, ես իմանամ դու այս ամեն ինչից տեղյակ ես։ Ես չգիտեմ քեզ ինչ կանեմ ուղակի։ Ուզում եմ աղբերդ լինի, ուզում եմ հերդ լինի, ուզում եմ իմ ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը լինի Սոնա։ Դու ցանկացած հարցում պիտի իմ կողքը լինես։ Հակառակ դեպքում դա կլինի մեջքից հարված։ Եթե դու ինձ խաբես, ես էլ ումից ինչ սպասեմ, հա? Վրամ, եթե անգամ ինչ-որ բան էլ իմանայի, ես քեզ չէի ասել, որովհետև գժվել ես։ Վերջերս մեր խոսակցությունները ընդհանրապես չեն ստացվում, անընդհատ վիճում ենք։ Դու ինձ ասում ես, որ սիրում ես, բայց Նարեին ասում ես, որ իմ ընտանիքը քո թշնամին է։ Ուզում ես իմ ընտանիքի անդամին սպանես։ Էսա քո սերը։ Էս իմ ընտանիքի Սոնա, իմ մեռած աղբոր հանդեպ սերն է, որը քո հետ ընդհանրապես կապ չունի։ Ու քեզ չի կանգնացնում այն փաստը, որ ես կամ մեջտեղում։ Էս այն հարցն է, որ ինձ ոչ մեկը ու ոչ մի բան չի կանգնացնում Սոնա։ Ինչ եղավ գնաց։ Տեր Աստված։ Տունը գլխիս փուլ ա գալիս։ Ես ինչ անեծքեր։ Ես ում անեծքներ չեմ հասկանում։ Հայկ, Նարը կներ ես չէի տեսել, որ այսքան զանգել ես։ Հայկ ուր ես։ Տանն եմ, դու ուր ես, ինչ է շունչդ սենց կտրվում։ Հայկ դուրս արելի, խնդրում եմ։ Հիշում ես, ինձ ասում է իրարի փախնենք իրար հետ։ Հիշում ես։ Հա, հիշում եմ։ Հայկ, ես համաձայն եմ։ Ես հիմա տնից դուրս եմ եկել, խնդրում եմ, արա գարի իմ հետևից։ Նարը ինչ է կատարվում։ Չեմ հավատում, հիմա պետք է հարցեր տաս ինձ։ Լավ, կոնկրետ ասա որտեղ ես հենց հիմա գալիս եմ։ Լավ, հենց հիմա դուրս եկա։ Թաղելու եմ քեզ, Հայկո, թաղելու եմ։
Սաքո։ Չեմ ուզում մտածես, թե քեզ տեսելու վախեցել եմ, հետ եմ քաշվել։ Չէ։ Դու պիտի ավելի շատ իմ լռությունից վախենաս, որովհետև երբ ժամը գա խոսելու, հենց այդ պահին կհասկանաս ոնց է փլվում շուրջդ ամեն ինչ։ Մեծ պատերազմից առաջ միշտ էլ թվայցալ խաղաղություն է լինում։ Ես 10 տարի պատրաստվել եմ, իսկ հիմա արդեն ժամանակն է։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ չեմ վախենում, հանգիստ չլինես։ Ձյացակո գնացինք։ Ինչ։ Ասում եմ բոլորը հավաքվել քեզ են սպասում։ Հիմա կգամ։ Էլի լավ չես։ Չէ, լավ է։ Ձյացակո, ինչ եղա։ Մի րոպե։ Այս որ խմեք ձեզ մի քիչ լավ կզգաք։ Ես ինձ լավ կզգայի, եթե քո բարեկամների ու իմ տան անդամների ճանապարհները երբեք չհատվեին։ Բացի դժբախտությունից ոչ մի լավ բան չտեսանք քո բարեկամներից։ Ոչ մի բան միակողմանի չի լինում։ Ապրես։ Ինձ էլ է քիչ է, տենց էլ պիտի պատասխանեիր։ Տեսնեմ ինչ կասես, երբ վրամը սպանի աղբորդ, կամ էլ աղբերդ վրամին։ Հայկը տենց բան չի անի։ Կանի։ Ասեմ ավելին, մի անգամ արդեն արել է։ Այս անգամ ինչի ձեռքը պիտի դողա։ Որ չեմ պատասխանում, ուրեմն անհարմար է, չէ՞։ Վրամ հերը տա վատացել, սիրտն է։ Ոնց վատացել է։ Հաշտապօգնությունն էլ ճանապարհին է։ Լավ գալիս եմ։ Մենակ ես էր ինձ պակաս հիմա։ Հայկ, Վերջ, Նարե։ Հանգստացի։ Ես արդեն քո հետ եմ, ու ամեն ինչ վերջացել է։ Հայկ, ամենաշատը քո Վրամի հանդիպումից եմ վախենում։ Ես չգիտեմ ինչ կլինի, եթե հանկարծ դուք հանդիպեք։ Ես վստահ եմ, որ ձեզանից ինչ-որ մեկին կորցնելու եմ։ Տենց չի լինելու, Նարե։ Եթե աղբերդ ուզում է ինձ տեսնի, իմ տեղը լավ գիտի։ Խնդրում եմ, մի թող գնամ տուն։ Ուր ուզում ես կգամ քո հետ, ինչ ուզում ես կանեմ, մենակ թե չգնամ տուն։ Ես չգիտեմ ինչ է լինելու այդ մատանի պատմությունից հետո։ Ես վստահ եմ, որ մենակ ամեն հնարավոր բան կանեն, որ մենք բաժանվենք։ Ես քեզ չէի էլ պատրաստում թողնել, որ գնաս տուն։ Դու իմ հետ ես գալու։ Ու այս պահից սկսած մենակ ես եմ քո համար պատասխանատուն արել։ Ես վախենում եմ շատ եմ վախենում։ Իմ համար եմ վախենում, քո համար եմ վախենում։ Վախենում եմ, որ կբաժանվենք։ Ոչ ոք ու ոչ մի բան չի կարա ինձ ու քեզ բաժանի։ Էդ ես քեզ խոստանում եմ։
Հավատում ես, չէ՞ ինձ։ Հա, հավատում եմ։ Բայց հիմա ամեն ինչ առաջվա նման չի։ Մենք պիտի հստակ որոշում կայացնենք։ Կամ միասին գնում ենք, Կամ չկա։ Հանգստացի։ Բաբ ջան, ո՞նց ես, ինչ ա եղել։ Բժիշկի նոր եմ ճանապարհել։ Արմոն, նորմալ բան ասա, հասկանամ, ինչ ա եղել, ինչ ասեցին։ Դե ասեցին, որ պիտի գնանք հիվանդանոց, որովհետև կատվածի նշաններ են։ Բայց դե հորդ չգիտես։ Թերկու ոտը մի կոշիկա մցել չի ուզում, գնա ու վերջ։ Այ բաբ ջան, տենց չի կարելի, ցավը տանեմ, եթե կատված ա, ուրեմն լուրջ ա։ Սրտի հետ խաղ չեն անում։ Ինձ տուն տար։ Այ ձյացա քո ջան, լավ կլինի գնանք հիվանդանոց, որովհետև կարա նորից կրկնվի։ Լավ, Արմո։ Եթե տուն ա ուզում, հիմա տուն կտանենք։ Արմո, օգնի, դուռը բացի։ Նարե։ Նարե։ Մի բան էլ դու ես նեղացել, սենյակումդ փակվել ես։ Քո արածը ներում չունի։ Եթե մտածում ես, որ խնդրելու եմ, որ դուռը բացես, սխալվում ես։ Խելքդ գլուխը թավակի, աղջիկ ջան։ Այս ի՞նչ տուն է։ Ընկերոջս տունն է։ Ու այդ կարևոր չի։ Մի քանի օր կմնանք ստեղ, մինչև հասկանանք ինչ պիտի անենք։ Ո՞նց ես։ Չեմ խաբի քեզ, դեռ ահավոր վախենում եմ։ Հիմա եթե պապան ու Վրամը արդեն գիտեն, որ ես տանը չեմ, հաստատ ամբողջ քաղաքով մեկ ինձ են ման գալիս։ Բայց կա նաև ավելի վատ տարբերակ, որ տեսել են ու վերջել երբեք է դեմքիս էլ չեն նայելու։ Չգիտեմ ինչ է լինելու։ Ես սենյակից դուռը փակել եմ։ Դեռ կմտածեն, որ տանն եմ։ Բայց չենք կարա ասենց երկար ժամանակ շահենք։ Դու քիչ չես տանջվել, Նարե։ Ու մի օր պիտի լիներ ես։ Հա, ես էլ չեմ խաբի քեզ, կասեմ, որ ես երջանիկ եմ։ Ու շատ երջանիկ եմ։ Սրանից հետո ոչ մի թաքուն հանդիպում, ոչ մի թաքուն բան չի լինելու։ Ու դու արդեն մենակ իմ Նարեն ես։ Դե հա, այս ամեն ինչը մի օր պիտի լիներ։ Դու չես պատկերացնում այդ մի քանի օրը ոնց որ դժոխք լիներ իմ համար։ Ես գիտեի, որ սենց է լինելու։ Ուղղակի չէի ուզում այս ձևով լիներ։ Ես քեզ խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ։ Ամեն ինչ կանեմ, որ լավ լինի։ Մենակ դու կողքս ես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։
Այդ ընտանիքը ամեն անգամ տունս քանդում է։ Ես ինչ անեցքեր։ Ինչի իմ երեխեքը այդ տան մարդկանց պիտի սիրեին։ Ինչի համար։ Վախվան, սա քո ինչ է եղել։ Նորմալ է, մամ ջան, նորմալ է։ Թող ես ասենյակ տանեմ գամ։ Արմո ինչ է եղել։ Սիրտն է վատացել անիկտեմ։ Աստված իմ։ Վրամի պապան սրտի հետ խնդիր ունի։ Հա, ժամանակին ունեցել է։ Քրոջ գնալուց հետո էլ կարոյից հետո։ Երկու անգամ սրտի կատված է տարել, բայց այս տարիների ընթացքում բողոք չի ունեցել։ Ուրեմն ուշադիր ինձ եք լսում։ Նարեի հետ կապված ոչ մի բան պապայի մոտ չեք խոսում։ Ու այս մատանու թեմաներով էլ ոչ մի բառ չեք խոսում պապայի մոտ, եղավ։ Ինչ մատանի վրան։ Դու քեզ իմ ճարմու։ Գնա Նարեին կանչի թող գա։ Չես լսում, ասում գնա Նարեին կանչի թող գա։ Վրամ, Նարեն փակվել է սենյակում ու դուրս չի գալիս։ Եղավ։ Ուրեմն ես կգնամ իր մոտ։ Բան է եղել վրան։ Ինչ որ մեկը քեզ հարց տվեց, արում։ Լավ ես դրսում կսպասեմ ապեր։ Սպասի։ Ուտելու բան պատվիրեմ։ Հայկ, ես նենց քայլ եմ արել, որ հետադարձ ճանապարհ էլ չի լինելու։ Ես էլ հետ չեմ գնալու։ Եթե անգամ գնամ էլ, մերոնք ինձ հաստատ չեն ընդունելու։ Ես ուզում եմ իմանամ դու միշտ իմ հետ կլինես։ Բա այդ հարցեր։ Հա։ Կարող է տարօրինակ որ հիմա ես այս ամեն ինչի մասին քեզ ասում եմ։ Բայց ոչ մեկ իր ապագան չգիտի։ Հատկապես մեր դեպքում, մեր ընտանիքի դեպքում մենք չգիտենք վաղը ինչ կլինի, ինչ նոր բաներ ջրերես դուրս կգան կամ ինչ նոր գաղտնիքներ կբացահայտվեն։ Դրա համար ես ուզում եմ, որ դու ինձ խոստանաս, որ միշտ իմ հետ ես լինելու։ Չնայած հասկանում եմ, որ այս ամեն ինչը ասելով ես քո ուսերին ծանր բեռ եմ դնում։ Քեզ սիրելը ու քեզ տեր լինելը իմ համար բեռ չի։ Այս աշխարհում մենակ դու ես ինձ պետք։ Հա մենք կարող է զաքսով չենք ամուսնացել։ Կարող է եկեղեցում երթում չենք տվել, բայց եթե դու հիմա ստեղ ես, ուրեմն իմ կինն ես։ Այդ պակաս բաներն էլ կլրացնենք։ Բայց հիմա ուզում եմ իմանաս, որ դու իմն ես։ Իմ նավեն ես։ Ու ես պատասխանատու եմ քո համար։
ու տերեմ քեզ։ Ես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Նարե։ Նարե բաց դուրը։ Քեզ թվում է տենց հեշտ ես, հա, պրծնելու։ Վրամ շուտ արի, պապան վատացել է, արի։